Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 18-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Գլխավոր երկու հարցեր մենք այսօր կքննարկենք։ Դա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն են, քանի որ երեք կայացավ Լավրով-Բայրամով հանդիպում Մոսկվայում ու գլխավոր թեման, որը շոշափվեց, քննարկվեց, դա երեք գումարած երեք բանաձևն է, ձևաչափն է, ու ստեղ կան հարցեր մեզ համար, դա է պատճառը, որ մենք մանրամասն այսօր դա կուսումնասիրենք, ինչի մասին է դա խոսում, ինչու Ադրբեջանը սկսեց խաղեր տալ, կարծես թե իրանք համաձայնվեցին, որ TRIP ծրագիրը լինի, որ ամերիկյան շրջանակներում այդ հարցերը լուծվեն, երեք գումարած երեքը ուղղակիորեն հակասում է դրան, դրա մասին պետք է մտածենք, եւ մյուսը Ռուսաստանը, դուք գիտեք, արգելեց Իրանի ծաղիկների մուտքը Ռուսաստան, կասկած ունենալով, որ այդ ծաղիկները Հայաստանի ծագում ունեն, Հայաստանը փորձում է ծաղիկները մտցնել Ռուսաստանի շուկա Իրանի միջոցով։ Ինչու սա պետք այս ձևի քայլ անել Ռուսաստանի կողմից, մինչդեռ ես համոզված եմ, այս ձևի ոչ մի խնդիր չկա։ Բայց ինչու անում է դա Ռուսաստանը, դա էլ պետք է հասկանանք։ Ուրեմն խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, մենք սկսում ենք մեր աշխատանքը, միջև անցնելը երկու գլխավոր հարցերի, ուղղակի մի քանի այս առօրյա ինֆորմացիոն բաներով ուզում եմ ձեզ հետ կիսվել, դա կարևոր է եւ ներքին քաղաքականության հետ կապված եւ արտաքին, ու հետո այդ երկու գլխավոր հարցերին մենք ձեզ հետ կանցնենք։ Գիտեք, որ դատարանը որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխել, կալանքը փոխարինվեց տնային կալանքով, հիմա ինքը կլինի տանը, ուղղակի տնային կալանքի տակ կգտնվի։ Գիտեք, որ առաջին նիստը ազգային ժողովի պետք է օգոստոսի 2-ին լինի, նոր ընտրված ազգային ժողովի։ Այդ նիստը պետք է լինի, որ սկսվի ձևավորվել ազգային ժողովը, նոր ընտրված ազգային ժողովը։ Ու վերջնականորեն իրենց ցուցակները պետք է հստակեցնեն անցողիկ տեղերի մասը, հստակեցնեն կուսակցությունները։ Նու գիտեք, քաղ պայմանագրում ցուցակում լիքը մարդիկ կան, ովքեր կմնան նախարարներ կամ այլ գործադիր մարմնի աշխատանքի կգնան, մի падգամավոր հրաժարվեց մտնել պարլամենտ, ասեց ուզում եմ զբաղվել բիզնեսով, ուրեմն քաղ պայմանագիրն էլ իր 65 տեղը պետք է ֆիքսի, ու դա անպայման չի, որ առաջի 65-ն են, քանի որ մի մասը քաղ պայմանագրի մարդիկ իրանք կգնան գործադիր մարմին, նույնը պարզ է վերաբերում է մյուս երկու ֆրակցիաներին, ուժերին, որոնք ֆրակցիա ունեն ազգային ժողովում, դա ուժեղ Հայաստանն է եւ Հայաստանը։ Նու ուժեղ Հայաստանի process-ը բարդ է, այդպես միանշանակ գնահատել, դուք գիտեք, այնտեղ 50%-ից ավել մարդ դուրս եկավ ցուցակներից, իրանց ցուցակից նախընտրական, չգիտեմ դա ինչի հետ է կապված, բայց Արմենիա խմբակցության մոտ, որը ստացավ 12 մանդատ, առաջի 12-ն էլ անցնում են։ Ուղղակի Ռոբերտ Քոչարյանը չի վերցնում իր մանդատը, ուրեմն երկրորդ տեղից մինչև 13-րդ տեղը զբաղեցրած մարդիկ բոլորը մտնում են ազգային ժողով։ Հիմա Դոնալդ Տրամպը իր ուղերձում, որը ինքը ուղեց Ամերիկայի ժողովրդին, 3 չարաչորներ, ինքը այդ ուղերձում անդրադարձավ մեկ շատ ցավոտ թեմայի բոլոր գրեթե պետությունների՝ դրսի ազդեցությունը ընտրությունների վրա։
Դուք գիտեք Մոլդովան, Հայաստանի օրինակը մենք մեր կաշվի վրա զգացինք ոնց են դրսից փորձում մեր վրա ազդել, նույնը Մոլդովայում, նույնը Ռումինիայում, այս վերջի ժամանակվա ընտրությունների մասին է խոսքը։ Հիմա Դոնալդ Թրամփը նվիրեց իր ուղերձը Ամերիկայի ժողովրդին այն ազդեցությանը, որը ունեցել է Չինաստանը իրանց ընտրությունների վրա 2020 թվին։ Դուք գիտեք, Դոնալդ Թրամփը անընդհատ 2020 թվի ընտրություններին անդրադառնում է, համարում է, որ ինքը չէ պարտվել Բայդենին, ու անընդհատ այդ թեմայի մասին խոսում է։ Բալտյան երկրները, այս օրինակները ես հիմա որոնք ձեզ կբերեմ, այդ օրինակներով ես ուզում եմ ցույց տալ ոնց են պետությունները առօրյա ձևով, առօրյա պայքարով պաշտպանում իրենց շահերը։ Ուրեմն 3 բալտյան երկրների դեսպանները Մոսկվայում գնացին արտգործնախարարություն Ռուսաստանի ու իրենց խիստ բողոքը ներկայացրեցին։ Միաժամանակ 3 Բալտյան երկրների արտգործնախարարները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա։ Ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանը ասում է, որ դրոնները դուք թողնում եք, որ Ուկրաինան իր դրոնները դեր տարածքով ուղարկի Ռուսաստանի դեմ պայքարի, ու երկրորդը Ռուսաստանը անընդհատ ասում է, որ այս 3 երկրներում ռուսալեզու մարդկանց ճնշում են։ Դուք գիտեք, ընդունվեց օրենք Ռուսաստանում այս վերջի ժամանակներս, որի համաձայն Ռուսաստանը իրավունք ունի զորք մտցնել այն երկրների տարածք, որտեղ որ ռուսալեզու մարդկանց կա այդ մարդկանց համար կա վտանգ։ Ու Բալտյան երկրները հասկանում են լրջությունը այդ հայտարարությունների Ռուսաստանի կողմից, դա է պատճառը, որ գնացին ու բողոքեցին այդ Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ բողոք ներկայացրեցին հենց Ռուսաստանի արտգործնախարարություն։ Ես պետք է ասեմ, որ Թուրքիայի արտգործնախարար պարոն Ֆիդանը Ուկրաինայում էր, մասամբ ես ձեզ ասեցի, դա առաջացրեց լուրջ դժգոհություն Ռուսաստանի կողմից, քանի որ Ֆիդանը հայտարարեց Կիևում, որ Թուրքիան կմտնի այն կոալիցիայի մեջ, որը երաշխավոր կլինի Ուկրաինայի համար, եթե զինադադար հաստատվի Ուկրաինա-Ռուսաստան։ Ռուսաստանը կտրականապես դեմ է, որ եվրոպացի զորքեր մտցնեն կամ խաղաղապահներ Ուկրաինայի տարածք, դեմ է, որ երաշխավորներ լինեն, բայց Թուրքիան գնաց ու Կիևում ասեցին, որ Սև ծովում մենք ենք պաշտպանելու ձեզ ուկրաինացիք, եթե զինադադար լինի, մենք կպաշտպանենք, որ հարգվի զինադադարը։ Դա մեծ դժգոհություն առաջացրեց Ռուսաստանում, նույն պահին 3-4 օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը արձագանքեց։ Բայց ստեղ ես պետք է նորից հիշեցնեմ, քանի որ Ռուսաստանը գլխավոր իր ես կասեի այդպես գործոնը ազդեցության հարավային Կովկասում, տարածաշրջանում կորցրեց, հանձնեց Ղարաբաղ Ադրբեջանին, կորցրեց այն տեղը, որտեղ որ եւ բնակչությունը հայերը պրոռուսական դիրքորոշում ունեին եւ ստրատեգիկ նշանակություն ունեցող կետը ուղակի նվիրեց Ադրբեջանին, հիմա ինքը գործոն չի տարածաշրջանում։ Դա է պատճառը, որ Թուրքիան այլ հարցերում չի հարգի այլևս Ռուսաստանի շահերը։ Այլ հարցերում ես կարող եմ թվարկել իրար հետևից, նաև այդ Ուկրաինայի հարցում։ Էլ չի հարգի, քանի որ Ռուսաստանը Թուրքիայի պահանջով լուծեց Ղարաբաղի հարցը օգուտ Ադրբեջանի։ Վերջ այդ հարցը չկա, ուրեմն կախվածություն Թուրքիայի Ռուսաստանից թուլացավ, փոքրացավ ու Թուրքիան հակահարվածներ է տալիս Ռուսաստանին իրար հետևից։ Ավելին, Թուրքիան ու Ֆիդանը նշեց, որ Ուկրաինան Թուրքիայի հետ ստորագրեցին ազատ առևտրի գոտու ռեժիմ, որ ունենա։ Ֆիդանը դա էլ շատ բարձր գնահատեց։ Պարզ այդ բոլոր քայլերը Ռուսաստանի դեմ են։ Այդ դեպքում Պուտինը պետք է մտածեր, երբ որ հանձնում էր փողի դիմաց, ինչի դիմաց շահերը, նույն Ռուսաստանի շահերը Ղարաբաղում, նույն Ռուսաստանի շահերը Կովկասում։ Մյուսը շատ կարևոր հայտարարություն արեց Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի վարչապետը։ Ինքը տվեց ինտերվյու վրացական գլխավոր հեռուստաալիքներից մեկին ու ասեց, որ Վրաստանը տրանզիտային դերը մեծ է, Վրաստանը փայլուն հարաբերություններ ունի Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստանը շատ լավ հարաբերությունների մեջ է կենտրոնական ասիական երկրների հետ ու կարող է լինի այն կապող օղակը։
Ну դուք գիտեք, իրոք Վրաստանը տրանզիտային երկիր է, Ադրբեջան, Թուրքիա ապահովում է, բացի դրանից Վրաստանը ուզում է ընդլայնել, ուզում է այս ծրագրերի մեջ լինել նաև Հայաստանի հետ, ու դա շատ կարևոր մեսեջ է։ Վրաստանը ասում է, մենք պատրաստ ենք աշխատել։ Այդ մեսեջը ուղարկված է Եվրոմիությանը եւ Միացյալ Նահանգներին։ Քանի որ մենք իրանք ասում են նաև կենտրոնական Ասիայի հետ ենք, ուրեմն կենտրոնական Ասիայի հետ այդ կապը մենք էլ կարող ենք աջակցել, դա գիտեք ինչքան կարևոր է Միացյալ Նահանգների համար, Եվրոմիության համար, ուրեմն մենք կանք։ Այդպես են պաշտպանում իրանց շահերը, առօրյա աշխատանքով պետությունները, բարեբախտաբար Հայաստանն էլ հիմա աշխատում է, ու գոնե 4-5 տարի վերջի մենք իրոք շատ ակտիվ աշխատում ենք, ես դա միանշանակ ողջունում եմ։ Հիմա ինչի հետ է կապված, որ Ռուսաստանը մերժեց Իրանին, ասեց Իրան, դուք մեզ ուղարկում եք ծաղիկ, մենք ունենք կասկած, որ այդ ծաղիկը Հայաստանից է գալիս, Հայաստանի ծաղիկները մենք չենք ընդունում, չեն բավարարում մեր ստանդարտներին, ուրեմն սերտիֆիկացիան ծաղիկներ եկող Իրանից Ռուսաստան մենք չենք ընդունում։ Ես ճիշտ ասեմ, որ թշնամական քայլ է մեր նկատմամբ, քանի որ այդ քայլով իմ կարծիքով Ռուսաստանը փորձում է վարկապեկել Հայաստանը, վարկապեկել մեր բիզնեսը, որ մեր բիզնեսը մանր-մուրներ ինչ-որ դեմքեր են, հիմա տարբեր ձևերով ուզում են մտցնել Ռուսաստանի շուկա ծաղիկները։ Ես կասկածում եմ, որ այս ձևի երևույթ կա, ռեէքսպորտա դա կոչվում, բացատրեմ ինչու։ Քանի որ մերոնք շատ լավ հասկանում են, որ լուրջ է վիճակը, ու մերոնք չէին գնա այս ձևի ավանտյուրաների, չէին գնա, բայց Ռուսաստանը կարող է ունի կասկածներ, հիմա ես չեմ ուզում կասկածի տակ դնել այդ իրանց կասկածները, բայց Ռուսաստանը դրանով ուզում է ցույց տալ, ինչքան լուրջ է տրամադրված Հայաստանի դեմ։ Ուզում է եւ վարկաբեկել մեր բիզնեսը, եւ ուզում է ցույց տալ ինչքան լուրջ է տրամադրված, ցույց է տալիս, որ պատահական չի, որ Պուտինը չի շնորհավոր է Նիկոլ Փաշինյանին, այս ընտրությունների արդյունքների կապակցությամբ ու հաղթանակի կապակցությամբ վերընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին։ Իրանք ուզում են ցույց տալ, որ լուրջ են տրամադրված։ Ու բացի դրանից, այս մեսեջը նաև Իրանին, որ Իրան իմացի Ռուսաստան, մենք Ռուսաստանս հայերի դեմ ենք, մի օգնի հայերին։ Մի քանի այս ձևի նպատակներ ուներ այդ քայլը Ռուսաստանի ուղղված Իրանի ծաղիկների դեմ։ Քանի որ Ռուսաստանը ասում է ինչու ինքը չի թողնում, որ Իրանի ծաղիկները մտնեն Ռուսաստանի տարածք։ Ռուսաստանը ասում է դա կապված է նրա հետ, որ մենք կասկած ունենք, որ այդ ծաղիկները ունեն հայկական ծագում, Հայաստանում են արտադրվում ու Հայաստանի միջով։ Դուք հիմա պատկերացրեք, ինչ ճանապարհ է ծաղիկները պետք է անցնեին Հայաստանով, Իրանի տարածքով, դեպի Կասպիան ծով, հետո Կասպիան ծովով Ռուսաստան, անհնար է պատկերացնել, որ այս ձևի քայլի մեջ գործարար մարդիկ կգնային, այնպես ծախսերը այդքան մեծ կլինեին։ Ուրեմն Ռուսաստանը ուղղակի նույնիսկ եթե օբյեկտիվ կասկածներ ունեն, ինչ որ կասկածներ ունեն, այնուամենայնիվ դրանով ուզում է մեզ նսեմացնել, մեզ վարկաբեկել։ Հիմա Լավրով Բայրամով բանակցությունները։ Ռուսաստանը ի սկզբանե սկսեց ռեկլամ անել, միջև այդ հանդիպումը Բայրամով Լավրով, որը եղավ 3 հուլիսի 17-ին Մարիա Զախարովան ռեկլամ արեց, որ կարևոր հանդիպում է, Բայրամովը եկավ աշխատանքային այցով կամ պաշտոնական այցով, ինքը Լավրովը միջև բանակցային process ասեց, որ Ադրբեջանի հետ մենք ունենք Մոսկովյան հռչակագիրը, որը ստորագրվեց փետրվարի 22-ին 2022 թվին, այդ ռազմավարական նշանակություն փաստաթուղթ, մենք անցանք ռազմավարական մակարդակի, հիմա պետք է ուժեղացնենք, զարգացնենք դա։ Լավրովը բանակցություններից հետո Լավրովը ասեց, որ
բոլոր հարցերը բանակցություններից հետո Ադրբեջանի հետ լուծված են այն հիշում եք ավիա կործանման պատճառով դա 2024 թվականի դեկտեմբերին են, երբ որ Ռուսաստանի օդում խոցվեց Ադրբեջանի ընկերության ինքնաթիռը քաղաքացիական զոհվեցին 38 մարդ, մեծ աղմուկ էր այդ ավիակատաստրոֆան մեծ աղմուկի բերեց լրջագույն լարվածություն կար հարաբերություններում դրանից հետո Ռուսաստան Ադրբեջան Լավրովը շտապեց պրեսկոնֆերանսում Բայրամովի հետ ասեց որ ամեն ինչ լուծված է, բոլոր հարցերը կարգավորված են, Ադրբեջանը հիշում եք պահանջում էր, որ Ռուսաստանը եւ ներողություն խնդրի եւ Ռուսաստանը կոմպենսացիա տա բոլոր զոհվածների ընտանիքի անդամներին, էլի պահանջներ, օրինակ, որ այդ ինքնաթիռը կոմպենսացիան, այդ ինքնակործանված ինքնաթիռի կոմպենսացիան Ռուսաստանը տա, ընդունի, որ Ռուսաստանի հակաօդային համակարգը խոցեց, Պուտինը գա ներողություն խնդրի, նույնիսկ այս դեպի բաներ ասում էին ադրբեջանցիք ես այդ բաները ինչու բերում եմ ինչքան լուրջ էր վիճակը հիմա Լավրովը ասում է որ լուծեցինք այդ հարցը ու համախմբող կոպիտ ասած այն կարևոր հարցը, որը բերում է, որ այս ձևի հարցերը լուծում են, պետք է լինի։ Հակառակ դեպքում ինչի Ռուսաստանը պետք է համաձայնվել, ներողություն խնդրել, չգիտեմ, կոմպենսացիա տալ, այդ միջազգային օրենքները Ռուսաստանը վաղուց է չել հարգում, չել ճանաչում, նաև ավիացիա է։ Դա կապված է մեկ շատ հասարակ հարցի հետ։ Քանի որ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ իր ելույթում Ադրբեջանում ասեց 3 գումարած 3 ձևաչափը պետք է վերաթարմացնենք, կարևոր ձևաչափ է, 3 գումարած 3-ը դա 3 հարավկովկասյան երկրներ, Թուրքիան, Իրան, Ռուսաստան։ Այդ ձևաչափը փակում է մեր տարածաշրջանը այս սահմանափակման մեջ։ Դա մահ է Հայաստանի համար, քանի որ Վրաստանը հրաժարվում է մտնել այդ ձևաչափի մեջ, ուրեմն ստացվում է Ադրբեջանը Թուրքիան, Ռուսաստանը մեր դեմ են այդ ձևաչափում։ Ու այդ ձևաչափը վտանգ ունի։ Ու իմ կարծիքով համաձայնությունները կողմերի հենց գալիս էին նրանից, որ այդ ձևաչափը առաջ բերվեց Ալիևի կողմից, Ռուսաստանը համաձայնվեց գնալ նաև զիջումների այդ ինքնաթիռի կործանման ինքնաթիռի հարցերում։ Ես համոզված եմ, որ դա գլխավոր դեր խաղաց։ Ադրբեջանի արտգործնախարարը պրեսկոնֆերանսում նշեց, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները Պարոն Մուստաֆաևը եւ Օվերչուկը անպայման սեպտեմբերին կհանդիպեն այս պայմանավորվածությունների իրականացման հարցով, բացի դրանից պլանավորվում է, որ օդային կապը, որը շատ սահմանափակվեց Ադրբեջանի կողմից դեպի Ռուսաստան, հիմա նորից կվերականգնվի։ Դուք գիտեք, Ադրբեջանը գրեթե բոլոր չվերթները չեղյալ համարեց Ռուսաստանի հետ, ու այդ ամեն ինչ հիմա իրանք ասում են կզարգանա։ Միտքս ինչու է կայանում։ Կայանում է նրանում, որ կան իրոք ստրատեգիկ հարցեր, որոնք բերեցին նրան, որ Ադրբեջանը ու Ռուսաստանը հիմա նորից փորձում են իրար հետ համագործակցել։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչի է կապված, որ Իլհամ Ալիևը 3 գումարած 3 բանաձևը ուզում է հետ բերել։ Ինչքանով ինքը կլինի հետևողական, չեմ կարող ասել, բայց կարող եմ հստակ ասել, տակտիկական այս պահին ինքը դա ուզում է օգտագործել։ Ու ես ունեմ բացատրություն։ Իդեպ ասեմ ձեզ, Լավրովը պրեսկոնֆերանսում ասեց, որ մեզ համար շատ կարևոր է, որ հետաքրքրությունը 3 գումարած 3-ի հարավային Կովկասում նորից աճում է։ Հիմա դուք գիտեք, 3 գումարած 3 արտգործնախարարի նիստերը եղել են Տեհրանում, Ստամբուլում եւ Մոսկվայում։ Վերջինը Ստամբուլում 2024 թվականին։ Դրանից հետո, որ այդ ձևաչափը կյանք ունենա, պետք է հանդիպումները արտգործնախարարների մակարդակով լինեին Բաքվում եւ Երևանում։ Բայց անցած տարի ոչ Բաքվում, ոչ Երևանը չուզեցե, քանի որ Դոնալդ Տրամփ ծրագիրներ թափ առնում ռիսկ չարեցին գնալ այդ բանի ադրբեջանցի առաջի հերթին։ Նու Հայաստանն էլ ինչու՞ է պետք մեզ այս ձևաչափը, որը մեր դեմ է։ Բայց այս տարի
Ադրբեջանը սկսեց մի քիչ փոխել կարծիքը։ Ու հիմա ես բացատրեմ ինչի հետ է կապված։ Պարզ է, որ TRIP ծրագիրը, որը մեզ համար շատ կարևոր է, նաև շատ կարևոր է Ադրբեջանին։ Ադրբեջանը TRIP ծրագրի միջոցով կստանա կայուն, երկաթգծային եւ ավտոմոբիլային կապ Նախիջևանի հետ։ Այդ իրենց երազանքներ, ինչի մասին է խոսքը։ Բայց Ադրբեջանը մաքսիմալ արդյունքներ է ուզում։ Ի վերջո Ադրբեջանին մեկը ով կապահովի, Ռուսաստանը թե Ամերիկան այս կապը։ Բայց Ադրբեջանը տեսավ մեկ նեգատիվ իրենց համար զարգացում։ Միայն վերջի ժամանակներս պետդեպարտամենտը Մարկո Ռուբիոն, պետդեպարտամենտի քարտուղարը Միացյալ Նահանգների մի քանի անգամ հայտարարություններ արեցին, որ Հայաստանի տարածքում կաշխատեն Հայաստանի օրենքները, ոչ մի միջանցք չի լինի։ Կմտնեն այս վագոնները Ադրբեջանի Հայաստանի տարածք շատ լավ, բայց հայկական օրենքներով սահմանապահները կդիմավորեն մաքսային ինստիտուտները, նույնը Հայաստանի դուրս կգան Նախիջևան, նորից հայկական սահմանապահները կլինեն։ Միտքս ինչու է կայանում։ Նրանում, որ Միացյալ Նահանգները հստակ ասեցին, որ դա Հայաստանի սուվերենության հարց է, սուվերեն տարածքն է։ Բացի դրանից, Եվրոմիությունը հիմա Ադրբեջանի հետ ինչ որ լեզու գտավ, ինչ որ պլաններ ունեն։ Եվրոմիությունը ապաշրջափակման հարց է դնում, Ադրբեջանը չի կարող ասել ոչ։ Եվրոմիությունը ասում է Թուրքիային բացի սահմանը, մենք երկաթգծերը կվերականգնենք, կաջակցենք ձեզ, ու Ադրբեջանին մեծ գումարներ է տալիս, որ Ադրբեջանն էլ երկաթգծային կապերը երասխով այլ տեղերով բացի Հայաստանի համար։ Դες Ադրբեջանը մի կողմից այդ ամեն ինչը ձեռնտու է, մյուս կողմից այն ամենից իրանք սովոր են ամեն ինչ ստանալ ու դժգոհ են նրանից, որ Եվրոմիության մուտքը եւ Միացյալ Նահանգները ուժեղացնում է մեր սուվերենությունը։ Դա է պատճառներից մեկը, որ Ալիևը ինչ որ խաղեր սկսեց տալ։ Բացի դրանից, Ադրբեջանը համոզվեց, որ 907-րդ բանաձևը կոնգրեսում չի փոխվի։ Ինչքան էլ Տրամպը չի ասում Ադրբեջան, մենք ձեզ հետ կաշխատենք, մենք ձեզ հետ նաև ռազմատեխնիկական ոլորտում կաշխատենք, այդ բանաձևը չի փոխվի։ 1992 թվին Ադրբեջանը, քանի որ պատերազմով լուծում էր հարցը, Կոնգրեսը որոշումներ ընդունեց սանկցիաներ Ադրբեջանի դեմ, հեշտ չի այդ սանկցիաներից հրաժարվել։ Նույնիսկ Հայաստանը տեսակ չի միջամտում այդ հարցի մեջ։ Ադրբեջանը իր լոբիստական հնարավորությունները օգտագործում է, չի ստացվում։ Հիմա Եվրոմիությունը Միացյալ Նահանգները ինչ են կարևոր բան ասում Ադրբեջանին, որ իրենք ստեղ են, որ ապաշրջափակում լինի։ Հիմա Ադրբեջանը մասնակցում է, բայց մյուս կողմից տեսնում է, որ Հայաստանը զարգանում է, ուժեղանում է։ Ու իմ կարծիքով այդ բոլոր բաները մի քիչ մտահոգեցին Իլխամ Ալիևին։ Ու դա է պատճառը, որ Իլխամ Ալիևը մասամբ ուզում է վերադառնալ այն ձևաչափերի, որոնք առանց Ամերիկայի եւ Եվրոպային էին, երբ որ Ռուսաստանը օգնում էր Ադրբեջանին մեզ ջարդել, մեզ ստիպել ամեն զիջումների գնալ։ Դա է պատճառը, որ հիմա 3 գումարած 3-ը Ադրբեջանը ուզում է հետ բերել։ Բացի դրանից պատերազմը, Միացյալ Նահանգներ, Իրան։ Այդ պատերազմն էլ անորոշության աստիճանը բարձրացնում է այդ TRIP ծրագրի հետ կապված։ Ես համոզված եմ, որ TRIP ծրագիրը մենք կարողանանք իրականացնել, եթե հետևողական լինենք, ես տեսնում եմ հետևողական ենք։ Ամերիկան հետ չի կանգնի, բայց իրոք պատերազմը Միացյալ Նահանգներ Իրան շատ խառնում է իրավիճակը։ Օրինակ Իրանը միջ այսօր էլ ասում է Հայաստանին մենք հավատում ենք, TRIP ծրագիրը մեր դեմ չի լինի, միջդեռ մենք չենք հավատում ամերիկացիներին, բայց Հայաստանին հավատում ենք։ Բայց հիմա նոր փուլ սկսվեց պատերազմի, ոնց կարձանագրի Տեհրանը հեշտ ասել չես կարողանալու։ Ուրեմն հետևենք այս զարգացումների։ Այդ զարգացումները ցույց են տալիս, որ հեշտ չի լինի մեզ, մենք շատ լավ զարգանում ենք, շատ ու շատ լավ բաներ արվում են, բայց անընդհատ փոփոխական է աշխարհը ու այն փոփոխությունների, որոնք կատարվում են ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ռուս-թուրքական պարտավոր ենք մենք հետևել, որ նույն ծանր վիճակի մեջ չընկնենք, որը եղավ 2020 թվին, երբ որ չնկատեցիք լրջագույն մերձեցումը
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, այդ երիակի միջև։ Ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը շատ կարևոր է մեր YouTube-յան ալիքի զարգացման համար։ Շնորհակալություն ուշադրության համար։